Նոտարական պալատի հիմնադրման 20-ամյակի առթիվ կազմակերպված միջազգային գիտագործնական համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել ոլորտի բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Նրանք այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին։ Այնուհետև արտերկրից ժամանած հյուրերը մասնակցել են նոտարիատի զարգացման հեռանկարները խորագրով համաժողովին, որին ներկա են եղել նաև արդարադատության ու ներքին գործերի փոխնախարարները։ Հայաստանի նոտարական պալատն իր հիմնադրման 20-ամյակի առթիվ կազմակերպել է նոտարների զարգացման հեռանկարները խորագրով միջազգային գիտագործական համաժողովը։ Միջոցառումը մեկնարկել է պատմավավերագրական ֆիլմի ցուցադրությամբ։ Դրանում ներկայացված է հայկական նոտարների պատմությունը, որի արմատները հասնում են մինչև միջնադարյան Հայաստան։ Պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանը, կարևորելով անցնող տարիների ձեռքբերումները, նշել է, որ ուզում է կենտրոնանալ ապագայի ծրագրերի վրա։ Նա ասել է. Ուզում եմ հայացքը հառել ապագային ու խոսել հետագա անելիքներից։ Մեր խնդիրն է շարժվել ժամանակին ու ժամանակի մարտահրավերներին համընթաց, արդիականացնել ու պարզեցնել նոտարական գործողությունների կատարման ընթացակարգերը, դրանք քաղաքացիների համար դարձնել ավելի հասանելի, ավելի մատչելի, խնայել մարդկանց ժամանակը, բարձրացնել իրավագիտակցության մակարդակը, հանդես գալ նրանց իրավունքների ու շահերի պաշտպանության դիրքերից, էլ ավելի մեծացնել մեր նկատմամբ թե քաղաքացիների, թե պետության վստահության մակարդակը։ Միջոցառմանը մասնակցել են նաև բարձրաստիճան պաշտոնյաներ։ Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանն իր ելույթում անդրադարձել է նոտարական պալատի ձեռքբերումներին ու խոսել հետագա ծրագրերի մասին։ Եվս մեկ առիթ կարևորելու եւ արժևորելու համար նոտարների դերը իրավակարգի ամրապնդման, քաղաքացիների իրավունքների պաշտպանության գործում։ Նոտարիատի առանցքային նշանակության մասին փաստում է նոտարներին վերապահվող գործառնական շրջանակի շարունակական ընդլայնումը, որը խոսում է պետության նոտարների հանդեպ ունեցած բարձր վստահության մասին։ Պետության վստահությամբ պայմանավորված նոտարների գործառույթների ընդլայնման, նրանց ստանձնած մեծ պատասխանատվության եւ հաջողությունների մասին է փաստել նաև Հայաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Գործառույթը կարևորվում է ոչ միայն մեր քաղաքացիների համար, այլ նաև քաղաքացիություն չունեցող անձանց համար, ապաստան հայցողների համար, որովհետև այս ամբողջ ճանապարհին իրավաբանական փաստերի տարբեր հաստատումները օգնում են անհատին գործունեություն ծավալելու տվյալ երկրի տարածքում կամ նաև տվյալ երկրի տարածքից դուրս։ Հետևաբար այստեղ նստած բոլոր նոտարների աշխատանքը շատ կարևորվում է մարդ անհատի կենսագործունեության տեսանկյունից։ Նոտարական պալատի հիմնադրման 20-ամյակի առթիվ նոտարական համայնքին մատուցած ծառայությունների համար Լիլիթ Մուրադյանը պատվոգրերով է պարգևատրել մոտ 2 տասնյակ նոտարի։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։